Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում անկաշկան զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես դիմում եմ կրկին մեր այն հարգարժան ունկնդիրներին, ովքեր նոր են սկսել հետևել One Talk մեր YouTube-յան ալիքի հաղորդումներին եւ որոնք դեռ չեն հասցրել բաժանորդագրվել One Talk YouTube-յան ալիքին, խնդրում եմ նրանց ընդամենը, եթե դժվար չէ, սեղմել զանգակ կոճակը եւ բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին եւ նախապես հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը։ Այսօր մեր զրուցակիցն է Ազատ Արշակյանը։ Պարոն Արշակյան, բարև ձեզ եւ շնորհակալություն, որ հերթական անգամ ընդունել եք մեր տաղավար գալու հրավերը։ Բարև ձեզ, սիրով հրավիրեք, միշտ կգամ։ Դե մենք հավերժորեն ձեզ հետ միասին երիտասարդ մարդիկ ենք, չէ՞, անկախ քաղաքականությունից, քաղաքական հայացքներից մենք ասել ենք, որ լավ ընկերներ ենք եւ մնում ենք լավ ընկերներ եւ հետս հետը դառնալու ենք շատ ավելի լավ ընկերներ։ Քաղաքական բան է փոխվել, ինչ-որ բան։ Որոշ բաներ փոխվում են, այսպես, բայց ֆունդամենտալ ընկերության վրա դա չի ասում երբեք, այո։ Սա է կարևորը։ Անձեռնմխելի է ընկերությունը, այո, ընկերությունը անձեռնմխելի է, լավ բարեկամությունը անձեռնմխելի է։ Պարոն Արշակյան, բոլոր դեպքերում հետևում եք իրողություններին եւ ձեր տեսակետներն ենք ուզում այսպես անաչառ հայացքով, չէ՞, ինչպես կոկիկ մեդիային է հատուկ, չէ՞, իմանալ վերջին շրջանի մեր ներքաղաքական այս զարգացումների վերաբերյալ, որոնք դարձյալ կարծես թե փոթորկեցին մեր հայաստանյան ներքաղաքական իրականությունը, մասնավորապես ուզում եմ ձեր հիմնավոր կարծիքը ունենալ առաքելական եկեղեցու հետ կապված իրողությունների հետ եւ վերջին շրջանի այս քաղաքական իրողությունների հետ, այս հայտնի ձերբակալությունների հետ։ Ինչ եք կարծում, բոլոր դեպքերում ես մեր նախորդ զրուցակցին էլ ասեցի, այնպեսին տպավորություն չի ստեղծվում ըստ ձեզ, որ երբ որ գալիս են նախընտրական շրջան կամ ինչ-որ խնդիր է լինում, գործող վարչակարգը, այս նաև տեսակետ են փոխանցում, կարծես թե փորձելով մնալ անաչառության դիրքերում, գործող վարչակարգը փորձում է անհապաղ ինչ-որ իր քաղաքական ընդդիմախոսներին մեկուսացնել, չեզոքացնել, լիկվիդացնել։ Թե այստեղ ինչ-որ ըստ ձեզ, ինչ-որ իրական քաղաքական կամ քրեական ինչ-որ հետք կա։ Մրցակցության գլխավոր կանոնը դա է, դա խիստ անհրաժեշտ պայման է, որևէ բնագավառում, եթե կա մրցակցություն, ուրեմն առիթից օգտվում են մրցակիցները։ Հիմա մենք խոսում ենք առիթից օգտվում է։ Ես կարծում եմ, որ օրինաչափ է եւ տեղին է, որ օրինակ փոքրամասնությունը կամ ընդդիմությունը առիթից օգտվում է մեծամասնության սխալների, թույլ տված սխալներից օգտվում է եւ առաջ է տանում իր գործը։ Մանավանդ դա սրվում է նախընտրական կամպանիաների ժամանակ։ Ճիշտ նույն իրավունքները ունի նաև մեծամասնությունը, տվյալ դեպքում իշխող զանգվածը կամ իշխող ուժը իրավունք ունի առիթից օգտվելու, առիթից չօգտվելը քաղաքականության մեջ համարվում է անփութություն, անխոհեմություն։ Ես կարծում եմ, որ այո, կա այդպիսի բան, երկուսն էլ օգտվում են առիթից, մեր քաղաքական ուժերը, տարբեր թևերում գտնվող առիթից օգտվում են։ Հիմա ես մի ուրիշ խնդիր եմ տեսնում դրա մեջ բարդ, որ դա դիտարժան լինի, գրավիչ լինի, որպես ընտրող։ Այ ես ուզում եմ, որ եթե ինձ հիմա իրեն գայթակղում են, դա բարձր մակարդակ ունենա, նաև ես այդ ընտրությունը քաղաքական ընտրությունը կատարելուց բացի նաև որոշ իմաստով գեղագիտական բավականություն ստանամ։ Դուք փաստորեն մատնանշում արեցիք, բայց փաստորեն, քանի որ մենք ձեզ հետ այս տաղավարում շատ ենք խոսել բարոյական արժեքներին հավատարիմ մնալու հարցում եւ ես ներքին վստահություն ունեմ, որ դուք չեք անցնի, ասենք, անկախ ձեր քաղաքական տեսակետները, քաղաքական տարբեր անձերի վերաբերյալ, որոնք կարող եք սիրել, դա ձեր սուրբ իրավունքն է, բայց բոլոր դեպքերում հանիրավի մեղադրանքներ ուղղելը եւ այսպես ասած չհիմնավորված մեղադրանքներով մարդկանց կալանավորելը, բանտարկելը կհամարեք պարզապես անբարոյականություն եւ հանցագործություն։ Ինչ նպատակով էլ, նույնիսկ ինչ անգամ եթե դա կատարվի սուրբ քաղաքական ինչ-որ նպատակով, եթե մարդուն դատում են անմեղ, մարդը անմեղ է, մարդը իրավունք չունի կրել կալանք
Եվ այստեղ եկեք պարզապես անկախ քաղաքական համոզմունքներից պարզապես հավատարիմ մնալ, այսպես ասած, քրեական օրենսգրքի տառի։ Որովհետև արդեն ինձ որոշակի հասած տվյալներով, որոնք ընդդիմությունն է, այսպես նաև ընդդիմադիր դիրքերից են, նաև իհարկե հասցնում փաստորեն մեր հոգևորական երկու գործիչների կալանավորումը դեռևս, գոնե ասեմ, դեռևս քրեորեն հիմնավորված չի։ Քրեորեն հիմնավորված չի, անկախ կրկին եմ ասում, մեր նրանց հանդեպ ունեցած համակրանքից կամ հակակրանքից։ Մենք կարող ենք նրանք չսիրել, բայց դուք կարծում եմ, որ այն աստիճանի բարոյական մարդ եք, որ երբեք չեք ուզենա, որ ձեր չսիրած մարդուն պատժեն անմեղ տեղը։ Ինչ եք կարծում, այստեղ կա քրեական գործոն թե ոչ։ Արդարությունը այստեղ գլխավորն է, պետք է բոլոր տեսակի վճիռները եւ մեր դիրքորոշումը պետք է արդարության կողմը լինենք մենք, անկախ նրանից ում հետ գործ ունենք, եւ տվյալ դեպքում ես կարծում եմ, որ կանխավարկածը, անմեղության կանխավարկածը շատ կարեւոր է։ Այսինքն մենք հիմա խոսում ենք անմեղության կանխավարկածի մասին, եթե որևէ մեկը չի հարգում անմեղության կանխավարկածը, ինքը արդեն քրեական հանցագործություն է կատարում։ Այ բարոյականը մի կողմ ենք թողնում, բարոյականը երբ որ բանտի մասին չի, երբ որ գործը հասել է ազատազրկմանը, արժանապատվության, շատ բարդ խնդիրներ կան, ազատազրկումը միայն զրկանքներ չի, դա նաև ծանր հետևանքներ է ունենում իմիջային նկարագրի առումով շատ լուրջ է, որ դրանից մեկը քաղաքական կալանք է։ Դուք համարում եք, որ դուք քաղաքական կալանք եք կրել, համարում եք, չէ՞։ Ես ոչ թե անձամբ ես, այլ կարգավիճակ իմ այդպիսին է, սովետական միությունը հայտարարել էր։ Հայտարարել է հոդվածը հենց այդպիսին էր։ 67-65 հոդվածը սովետական միությունում Ռուսաստանի Ֆեդերացիայում 70-րդ հոդվածը հենց դրա մասն էր, հակասովետական պրոպագանդա եւ ագիտացիա երկիրը քայքայելու նպատակով։ Այսինքն դա մաքուր քաղաքական հոդված է, մեղադրանք է, որովհետեւ այո, ես ուզում եի, որ սովետական միությունը քայքայվի, ուզում եի, որ Հայաստանը լինի անկախ պետություն, այսինքն վերադառնա իր կարգավիճակին, ազատ, անկախ, ժողովրդավարական։ Այսինքն ես իսկապես քայքայող էի, բայց ես գրպանահատ չէի։ Գող չէի, ավազակ չէի։ Ես դիմում էի գրել սովետական միության իշխանությանը, ու իրենք այդ դիմումը հիմք ընդունելով համարեցին, որ ես դա հանցագործություն է։ Սովետական միությունը քայքայելը, սովետական միության իշխանությանը դեմ լինելը դա քաղաքական հանցագործություն է։ Բացի դրանից կար արդեն իմ ազատազրկման ժամանակ կար արդեն Միավորված ազգերի կազմակերպության հատուկ հռչակագիրը, ովքեր են քաղաքական հալածյալներ, ովքեր են քրեական։ Այսինքն Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, որի կանոնադրությունը հաստատել էր սովետական միությունը, ճանաչել էր, ես քաղաքական հալածյալ էի այդ պետության մեջ, որտեղ պետությունը ժողովրդավարական չէր։ Ես ուզում եմ, որ դա լինի ժողովրդավարական։ Հիմա մեր մոտ այսօր Հայաստանում մի քիչ այլ է։ Մենք շատ ավելի ազատ ենք եւ ավելի օրինակ ես փաստաբան չեմ ունեցել, դատապաշտպան չեմ ունեցել։ Դուք պատկերացնում եք, կա մեղադրող կողմ, չկա պաշտպանող կողմ։ Կա դատախազը, կա դատավորը ատենակալներով, այդ ժամանակ այդպես էր։ Եվ ամբաստանյալը փաստաբան չկար, օրենքով պարտադիր էր փաստաբանը, մանավանդ ծանր հոդվածներ էին դրանք, առաջին մասը քրեական օրենսգրքի, ուրեմն կա դրանք դատավճիռները արխիվներում կան, իմիջիալոց մեր դատավճիռները այսօր համարվում են պետական գաղտնիք։ Դուք դա չեք կարող ստանալ, եթե ում ազգանունը որ այդտեղ կա, դատավոր, դատախազ, ամբաստանյալ, վկաներ, դրանց հարազատների թույլտվությունը մինչև չլինի, դուք դա չեք կարող ստանալ ուսումնասիրելու համար որպես գիտնական կամ մտավորական տվյալ դեպքում։ Սա ասենք թե մեր դեմոկրատական երկիրը ինչ օրենք ունի թաքցնել հանցագործությունը, որովհետև ես հետագայում արդարացվել եմ սովետական միության դատարանի կողմից։ Այսինքն պարզվել է, որ ինձ 10 տարի եւ հատուկ ռեժիմով, ծանր ռեժիմով, ուրեմն կա ընդհանուր, ուժեղացված, խիստ եւ հատուկ։ Ես հատուկում եմ եղել բանտային ռեժիմով, ինձ 10 տարի պահել են եւ պարզվել է, որ
Դաշնակցության պատմությունը կարդալու համար մարդին չի կարելի դատել, ինձ դատել են դրա համար, ու սովետական միությունը ինձ արդարացրել է, ես ասում եմ, որ ուրեմն ովքեր որ ինձ ազատազրկել էին, դրանց պետք է պատժեիք, այ դա կլիներ արդարացի, նրանք հանցանք են գործել, ինձ ազատազրկելով, հիմա նույնը ես դա տեղափոխում եմ, երկարաշունչ ստացվեց, բերում ենք այս օրերին, այսօր նրանք ովքեր որ ապօրինի ազատազրկված են, հալածված են, նրանք եթե արդարացվեն, նրանց ազատազրկողները, հալածվողները պետք է պատժվեն, այսինքն երկուսից մեկը, կողմերից մեկը հանցագործ է տվյալ դեպքում, կամ ամբաստանյալները, կամ մեղադրողները հանցագործ են, ժամանակը ցույց կտա։ Դուք շատ կարևոր սահմանագծի մոտեցաք եւ մատնանշում արեցիք այ խորհրդային միության այդ սահմանադրությանը, որտեղ ամեն դեպքում ի պաշտոն է, այսինքն ըստ օրենքի տառին հավատարին գոնե նշված էր, անկախ նրանից մենք ընդունենք դա թե չընդունենք, դա թողնենք այլ խոսակցության, որտեղ նշված էր այդ հակախորհրդային գործունեության մասին այդ հոդվածը, այդ հատուկ հոդվածը եւ դրա հիման վրա փաստորեն նրանք հիմնավորում էին ըստ իրենց օրենսդրության ձերպես մարդկանց կալանավորելը քաղաքական հակառակորդ այսպես ավելի կարծես թե ընդունենք թե չընդունենք կրկին եմ շեշտում ավելի շիտակ է ավելի ազնիվ է քան ասենք տվյալ դեպքում եթե Աստված մի առասցե պարզվի վերջնականապես պարզվի ինչպես դուք դարձյալ մատնանշեցիք որ այս կալանավորումները քաղաքական են բայց իրենք հիմնավորում են որ դրանք իրականում քաղաքական հայացքների համար չեն Արվել, Հաճապահյանի, Գալստանյանի կալանավորումները, այլ նրանք այսպես քրեորեն հետապնդելի արարքներ են գործել, քրեական, այսպես ասած, օրենսգրքի հանդեպ քրեորեն հետապնդելի, քրեորեն խոցելի արարքներ են գործել։ Եվ ձեր մատնանշումը ինձ համար շատ ճիշտ էր եւ շատ տրամաբանական, որ եթե պարզվի, որ դա այդպես է, այո, պիտի մեղավորները անկախ նրանից, որ կողմում նրանք լինեն, պիտի կրեն պատասխանատվություն, որտեղ եթե մենք իրոք որ, եթե կհամաձայնվեք ինձ հետ, ուզում ենք դառնալ իրոք որ օրենքի եւ իրավունքի երկիր, ուրեմն պիտի չմեղանչենք օրենքի եւ իրավունքի առջեւ։ Ով էլ որ դա լինի, ով էլ որ լինի ղեկավարը, ով էլ լինի դատողը կամ ով էլ լինի դատվողը։ Իմ կարծիքով սա է եւ սրանից ավելի կարեւոր բան չկա, բայց ամեն դեպքում մեր հասարակական կյանքը փոթորկվում է Եվ բոլոր դեպքերում ձեր տեսակետն եմ նաև ուզում իմանալ եկեղեցու եւ իշխանություն եկեղեցի այս սրված հարաբերությունների այս ինչ է կարծում ուր է սատանելու ըստ էության այս սրված հարաբերությունները որտեղ եկեղեցին համառորեն հիմնավորում է որ որևէ իրավական այսպես հիմնավորում չկա իշխանությունների կողմից այն ինչ որ նրանք անում են այսինքն իրավական հիմնավորումների դաշտում չի այդ կուսակրոնության օրենքը եւ այլն եւ նրանք իրավական դաշտում որևէ խնդիր չունեն Կարծում եմ որ ունեն լուրջ խնդիր ունեն եկեղեցին խախտում է օրենքները եւ սահմանադրությունը եւ իր կանոնադրությունը այն չափով որ մենք տեղյակ ենք նախ ասենք եկեղեցին Արդյոք եկեղեցին է դա անում, ով է եկեղեցի, Գալստանյանը եկեղեցին է, Գալստանյանը եկեղեցին չի։ Եկեղեցին ներկայացնող գործիչն է։ Ոչ, սպասավոր է, նա, ծառայող է, ճիշտ այնպես, ինչպես հիմա մենք ունենք զինվորականներ, որ հիմա ազատազրկված են, դատվում են, ուսադիրներ ունեն, բայց նրանք հայոց հայկա ազգային բանակը չեն։ Դա զինվորական է, անուն ազգանունով, պաշտոնով։ Եվ նա դատվում է, ազատազրկվում է եւ առանձնապես բողոքողներ էլ չկան։ Նո, ասում եմ, որ դրա գործունեության հետևանքով մենք զոհեր ենք ունեցել։ Զոհվել են մեր զինվորականները, մենք կորուստներ ունենք։ Ճիշտ այդ ձևով էլ այդ հոգեվորականները դրանք եկեղեցի չեն։ Նրանք հոգեվոր ծառայողներ են, եկեղեցում ծառայության մեջ են եղել եւ դուրս են եկել Եկեղեցու կրոնական կազմակերպության ես խնդրում եմ ուշադրություն կրոնական կազմակերպություն հայ առաքելական սուրբ եկեղեցին ուղղափառ գրանցվել է որոշակի ծրագրով եւ կանոնադրությամբ մեր արդարադատության նախարարությունում ես այդ ժամանակ падգամավոր եմ եղել
Մենք գրանցել ենք կրոնական կազմակերպությունը որոշակի ծրագրով եւ որոշակի կանոնադրությամբ։ Այդ հոգեվորականները, ում ազգանունը որ տվեցիք դուք, նրանք կոպտորեն խախտել են կանոնադրությունը, իրենց կանոնադրությունը եւ արդարադատության նախարարությունում մեր պետության մեջ գրանցված ծրագրերը նրանք պարտավորվել են որպես եկեղեցի չմասնակցել քաղաքական կյանքին, պարտավորվել են որպես եկեղեցի, երբ որ հոգևորականներից մեկը ինչ որ բան է անում ու եկեղեցու կարևորագույն պաշտոնյաները կանգնում են նրա կողքին, այսինքն դառնում է, որ եկեղեցին զբաղվում է հակապետական գործունեությամբ, իրենք դա հայտարարում են։ Օրինակ զինվորականները, երբ որ հանցանք են գործում, դատարանը նրանց պատժում է, բանակը զորքը չի մտնում դատարան, փողոց դուրս չի գալիս, որ մեր կոլեգային, մեր գործընկերոջը մի դատեք, սխալմամբ կրակել է կամ լավ է արել։ Իսկ հոգևորականները դուրս են գալիս փողոց, ասում են մենք արտոնյալ ենք, մեզ չպետք է դատեք, մենք տարբերվում ենք մյուսներից, մենք առանձին կարգավիճակ ունենք, հատուկ կարգավիճակ, ձեր գործը չի։ Ես ասում եմ, կա արդարադատության նախարարությունում, այսինքն Հայաստանի Հանրապետության օրենքներով գրանցված կրոնական կազմակերպություն։ Այդ կազմակերպությունը խախտում է իր կանոնադրությունը, խախտում է արդարադատության նախարարություն ներկայացրած իր գործունեության պլանը։ Զբաղվում է քաղաքականությամբ, լուրջ է զբաղվում քաղաքականությամբ, հրահրում է քաղաքացիական պատերազմ, ուղղակի կոչ է անում զինված ուժերին իշխանափոխություն կազմակերպել, այսինքն զինված մարդը դա ոչնչացնող է հակառակորդի անձնակազմը եւ գույքը։ Այ հենց դա չի հաստատվել, պարոն։ Չէ, ես լսել եմ ելույթը, ես տեսեք, դատարանը ինչ վճիռ կկայացնի, դա ուրիշ է, իմ քաղաքացիական եւ որպես քրիստոնյայի կարծիքը կա, որտեղ մարդը արտահայտվում է։ Ես դրանց ճանաչում եմ, արտահայտվում է, ասում է իշխանափոխություն կազմակերպեք, զինված ուժեր, կազմակերպեք իշխանափոխություն, զինված ուժեր, դուք կազմակերպեք, զինված ուժերը կարող են կրակել, ջարդել, ճզմել, ոչնչացնել, դա քաղաքացիական պատերազմի կոչ է։ Ես ասում եմ, անկախ նրանից դատարանը ինչ կորոշի, ես որպես Հայաստանի քաղաքացի, որպես քրիստոնյա, որպես հայ մարդ, ասում եմ, որ այդ մարդին ես չեմ սիրում, չեմ ընդունում, չեմ ճանաչում, ես կողմ եմ, որ նա ազատազրկվի, աքսորվի, արտաքսվի, ես նրա հետ նույն տարածքում չեմ ուզում ապրել, ես չեմ ճանաչում նրա իրավունքը եղբայրասպանություն հրահրելու։ Այդ տեսեք, դատարանը ինչ ուզում է որոշի, բայց որ ինձ կոչ են անում իմ հարևանին սպանել, որը այլ կարծիք ունի սոցիալական ծառայության մասին, առողջապահության մասին, կրթության մասին, բնության պահպանության մասին, կոչ անում ինձ նրան սպանել։ Ես այդ հոգևորականին չեմ ճանաչում որպես իմ հայրենակից։ Տեսեք, դատարանը ինչ ուզում է որոշի։ Ես իմ կենսագրությունը դուք ասացիք, ես այն ժամանակ էլ ասում եմ, չեմ ճանաչում այս իշխանության իրավունքը հայկական պետությունը ոչնչացնելու։ Այդ իշխանությունը չէր ճանաչում հայկական պետության ինքնիշխանության իրավունքը։ Ես ինձ վերապահում եմ այդպես իրավունք, ասել եմ սրանից 50 տարի առաջ, 60 տարի առաջ ասել եմ, չեմ ճանաչում իշխանության այդ որոշումը։ Եթե դատարանը արդարացնի, ասի, որ հոգևորականը իրավունք ունի քաղաքացիական կռիվ հրահրելու, ես չեմ ճանաչում այդ դատարանի վճիռը։ Օրինական չեմ համարում, բարոյական չեմ համարում, երբ քրիստոնյան, հոգևորական քրիստոնյան, քրիստոնեության սպասավորը եղբայրասպանության կոչ է անում։ Ես դա չեմ ճանաչում։
մի բան էլ ասեմ, ամեն դեպքում, քանի որ իրենք դուք համաձայն չեք խնդրել, չէ, քանի որ իրենց ես ընդհանրապես տեսակետն եմ փոխանցում, այս դեպքում, որտեղ դա ճիշտ կլինի, ասենք իմ ու ձեր համաձայնության կամ անհամաձայնության մասին մենք կարող ենք խոսել եթերից դուրս, որպես երկու ընկերներ, որպես երկու շատ հին ընկերներ։ Մենք օրինակ իրարված չենք կարակի։ Ես ինչ կարծիք էլ դուք ունենաք, այ մենք դրա մասին, ես դա եմ ասում, որ մենք հայրենակից ենք նույն մշակույթը կրողն ենք եւ անձնական հարաբերություններ կան։ Ինչ անենք, որ դուք այլ կար։ Օրինակ ես ակնհայտորեն տեսնում եմ, որ դուք որոշակի կասկածներ ունեք արդարադատության համակարգի նկատմամբ, ձեր հարցի մեջ դա կար։ Ես ասում եմ Մանուկ ջան, քննարկենք։ Եթե չենք համաձայնվում, ախշուժ, եթե չհամաձայնենք, ոչինչ, կքննարկենք մի բաժակել սուրճ խմենք էլ ուրիշ մեր Արթուրը մեզ այս սուրճը ուզում եմ ասել, որ մենք օրինակ ենք, այ օրինակ վերցրեք մեզանից։ Մենք կարող ես համաձայն չեմ, բայց հարգում եմ ձեր այդ իրավունքը։ Շնորհակալություն, ինչպես նաև ես եմ հարգում ձեր տեսակետը, դրա համար մեր մեդիան, մեր ալիքը լայնորեն ուշադիր նայեք, բաժանորդագրվեք։ Շատ շնորհակալություն մեզ օգնելու համար։ Լայնորեն ներկայացնում է տարբեր տեսակետներ եւ հենց ժողովրդավարության եւ խոսքի ազատության իմաստը կայանում է նրանում, եթե ինձ հետ որպես իմ հին ընկեր ու ավակ ընկեր կհամաձայնվեք, որ այդ տեսակետները լինեն, թեկուզ եւ իրարամերժ բազմակարծություն, բայց գտնենք ճիշտ ճանապարհը դրանով։ Դեռ ավելին, բայց մարդիկ այդ տեսակետների իրարամերժության մեջ միշտ մնան քաղաքակրթության եւ այսպես կոնվենցիայի շատ լավ ասեցիք շրջանակներում բարոյականության եւ քրիստոնեական ճիշտ բարոյականության շրջանակներում համաձայն են, որպեսզի լինի հանդուրժողականություն, այսինքն անհանդուրժողականություն լինի առաջընթացում այնանք մրցելով մրցակցության միջոցով կարծիքների գործողությունների մրցակցության միջոցով գտնենք զարգացման ճիշտ ճանապարհը Ավարտելով այս կրոնի թեման, պարոն Արշակյան, ասեմ, որ այդ նորմի պահով էլ կա, այսպես ինձ հասած հստակ հիմնավորում, որ բոլոր դեպքերում այդ կուսակրոնության նորմը դա պարտադիր, այսպես իրավական եւ օրենսդրական նորմ չի, դրա համար հոգեվորականները, ինչպես նաեւ մեր այսօրվա ամենայն հայոց կաթողիկոսը, որ իհարկե ոմանք որ ասում են կտրիչ ներսիսյան, ես ճիշտ ասած դա բոլոր դեպքերում քանի դեռ պաշտոնյա է վեհապար չի կարելի, չէ։ Քանի դեռ պաշտոնյան ինքն է Այ մի բան էլ սահմանեցինք, չէ, մենք միշտ թեզեր ենք, չէ՞ տալիս մի ինչպես քանի դեռ վեհապարը չի կարելի ասել կտրիչ ներսիսյան, չգիտեմ, Գալստանյան, չգիտեմ, Աջապահյան, եւ չի կարելի։ Պիտի այդ հարգանքի արարողակարգը պահպանենք։ Մինչև ուսադիրը չհանենք, զինվորական մնում է սերժանտ, շարքային, գեներալ։ Այո, ինչքան էլ մենք սիրենք կամ չսիրենք նրան, չէ, անկախ մեր անհատական վերաբերմունքից։ Հարգանքն է օրենքի նկատմամբ, կարգի նկատմամբ հարգանք է։ Ես կարծում եմ, որ ես չեմ ասում դա։ Ես միշտ ասում եմ վեհապարը, համաձայն չեմ, կարծում եմ, որ վեհապարը պետք է հաշվետվություն տա մեզ։ Ասի, որ թող ես ասում եմ, համաձայն եմ, որ վեհապարը ունենա ընտանիք, օրենքը բայց փոխենք։ Օրենքը փոխենք։ Այո, առողջ երանդուն տղամարդը թող ունենա ընտանիք, բայց օրենքը փոխենք։ Կարգը փոխենք, կեղծ չլինի, սուտ չլինի, փոխենք։ Ես համաձայն եմ լուրջ փոփոխությունների, այ մեր Սուրբ Էջմիածնում շատ լուրջ։ Տեսեք, մենք օրինակ ինչ կառաջարկենք։ Եթե իշխանությունը առաջարկեր այ ինչ որ բաներ ներքին կարգով, ոչ թե թեկուս իհարկե բոլոր տեղերում այսինքն ասեմ, ստոպ երկխոսություն հրավիրեք։ Նստեք սեղանի շուրջ Ոչ թե փոխհրաձգություն, չէ՞։ Բարիկադից իջեք։ Բարիկադներում կանգնած կրակում են։ Իջեք բարիկադներից, խրամատներից դուրս եկեք, հավաքեք ձեր կողմնակիցներին հավաքվեք, նստեք այ մրցույթ թող լինի։ Հիմնավորեք ձեր արդարությունը, մենք տեսնենք, մենք ենք եկեղեցին, մենք ենք պետությունը, երկուսն էլ մենք ենք։ Հայաստանի քաղաքացիները այս երկրի տերն են, մեր երկրի տերն են։ Հայաստանի քաղաքացիների զգալի մասը հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ է, զգալի մասը։ Նույնիսկ նրանք, ովքեր որ հայ առաքելական Սուրբ ուղղափառ եկեղեցու հետևորդը չեն, նրանք հարգում են պատմական արժեքը 1700 տարվա հայ ինքնության, մահմեդական հայի ինքնության մեջ կա։
Իհարկե։ Ներսես մեծը կա։ Ասեք։ Գրիգոր Նարեկացին հայի ինքնության մեջ կա։ Կոմիտասը հայ անկախ նրանից դու կաթոլիկ ես, բողոքական ես, դու որ հենց ասում ես ես հայ եմ, նշանակում է քո մեջ կա Մեսրոպ Մաշտոցը։ Ուզում եմ ասել, որ նստեք, քննարկեք, դուք նստեք, այ մենք էլ դիտորդ այ հերվից, ինչա ականջակալով կամ տեսախցիկով տեսնենք դուք ինչ եք ասում, ինչ է տեղի ունենում, բարեփոխումների կարիքա, պետք չի կուսակրոնությունը, հանեք կուսակրոնությունը, պետք է որ կուսակցականանա հոգևորականը կամ զինվորականը, օրենք ընդունեք դրա մասին, եթե մենք օրենք ենք ընդունել, որ չի կարելի, ուրեմն հարգեք չի կարելին, եթե պարտավորություն կա չանելու ինչ որ բան, օրինակ ընտանիք չունենալու պարտավորություն եմ վերցնում, բայց ես վարակույրի հետևում ընտանիք ունեմ, այ դա ես չեմ ընդունում, ընդունենք օրենք որ թող ունենա, օրենքով լինի, մենք էլ գնանք, ոնց որ թագավորին ոնց ենք ասում, վեհափառ կա, այն էլ թագավոր ապրած կենաս, գնանք ասենք որ նաև կողմնակից չեք պարոն Աշակյան ջան, որ այդ ամեն ինչը մանավանդ արտաքին թշնամիների այս դեռևս արկայության պայմաններում, այո, այդ շահառուների պայմաններում, որոնք շահագրգռված են, որ ներքին խժդժություններ լինեն Հայաստանում, սա կատարվի շատ ներքին կուլիսային, այսպես ասած, ակցիաներում։ Հայրենիքն է եւ քաղաքացիները։ Եվ այս պահին, եթե դու քո երկրի ներսը դարձնում ես երկպարակտությունների, ասում են, չէ՞, ժամանակին ֆեոդալական երկպարակտություններ, չէ՞։ Ներքին երկպարակտությունների առարկա ես դարձնում քո երկիրը։ Դու միայն ու միայն խրախուսում ես մեր արտաքին թշնամիներին։ Թուլացնում ես երկիրը, ներքին դիմադրող իմունիտետը թուլացնում ես եւ դրանից եւ օրինակ ծառայեք, բարեվարքության օրինակ ծառայեք, նստեք քննարկեք, իմիջիալոց երկուսն էլ ունեն գործիքակազմ, լծակներ ունեն, նախարարներ, արդարադատության համակարգ, հասարակական կազմակերպություններ, տեսեք, կառավարություն, ազգային ժողով, հասարակություն, հասարակական կազմ, հոգևորականներ, տարբեր կարգի հոգևորականներ, հավատացյալներ, այ երկու թիմ, նստեք քննարկեք, օրակարգը մշակեք, մենք էլ նայենք, սովորենք ձեզանից ճիշտ եւ լավ ապրելակերպ սովորենք։ Այո, ուրեմն այդ ներքին երկխոսության կարիքը կա հենց այսօր։ Մի թես հրապարակեցին այսօր դա է օրակարգում։ Ստոպ, դադար տվեք եւ ձևավորեք ձեր թիմը։ Տարբեր ուժեր, տարբեր կարծիքներ ունեցող մարդիկ այս առումով մտավորականներ, հոգեվոր գործիչներ, երկու մաս են բաժանում, թող հրավիրեն յուրայիններին, այստեղ էլ թող հրավիրեն, ես աչ ձեռքով, դա կարգն է աչը, այո, քրիստոնյաներին եմ տալիս, թող հրավիրվեն հոգեվորականներ, հավատացյալներ, իրենց կողմնակից, մասնագիտությունը ես չեմ ասում, ինչ կլինի, բժիշկ կլինի, թե իրավաբան, դա չի, հրավիրեք ձերոնց հավատացյալներին, ովքեր որ ձեզ պաշտպանում են, ձախ կողմում իշխանությունը իր թևերով, հասարակական կազմակերպ, այստեղ էլ, այնտեղ էլ հասարակական կազմակերպություն, նստեք, քննարկեք, մենք էլ սովորենք։ Եվ այսօր մի լավ սուրճի, ինչպես Արսեն ակնարկը դուք արեցիք եւ ես էլ ընդունեցի, պետք է խմենք, անշուշտ, որոշեցինք, ընկերաբար, այո, մենք ենք հրավիրել, մենք էլ պիտի մատուցենք այդ համեղ սուրճը։ Այսօրվա այս զրույցը մեր, այսպես ասած, փորձենք ամփոփել արտաքին Հայաստանի սպառնացող արտաքին մարտահրավերների մասին ձեր տեսակետով եւ նաեւ կուզենամ ձեր տեսակետը։ Վերջի վերջո 2025-ի վերջին կամ 2026-ին կնքվելու է ըստ ձեզ շատերիս կողմից սպասված խաղաղության պայմանագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, թե ոչ։ Ես չգիտեմ կկնքվի թե չէ, ու ընդհանրապես դրան հատուկ կարևորություն չեմ տալիս։ Այսինքն բազմաթիվ շատ ազդեցիկ նույնիսկ սեպագիր, փորագրված, ոչ միայն մագաղաթի ու թղթի պապիրուսի վրա գրված, այլ քարի վրա գրված պարտավորությունները խախտվում են։ Այսինքն ես դրան կարևորություն չեմ տալիս։ Կարևոր է, բավարար չէ,
կարևոր է։ Կարևորությունը, չէ՞։ Ես ասում եմ, առիթից օգտվում են քաղաքական դիվիդենդներ հավաքելու համար, ասում են, մենք սա արեցինք։ Ես ասում եմ, արեք, մենք մանուկետ նայենք։ Մենք այ, արեք, ասենք կեցեք, չարեցիք, ասենք, տեսակ։ Դուք խոստանում եք։ Մենք էլ առիթից օգտվում ենք, հա։ Այո, մենք էլ առիթ տվեք մեզ, որ մենք հեգնենք ձեզ։ Հեգնենք ձեզ։ Ուրեմն ես կարևոր չեմ համարում, բայց կարծում եմ, որ օգոստոսի 8-ից հետո մեր անվտանգության մակարդակը բարձրացավ զգալիորեն։ Մենք ստացանք աշխարհի ամենահզոր պետության աջակցությունը։ Մյուս հզոր պետությունը, տեսեք, Ամերիկայի Միացյալ Նահանգները ասացին, մենք գալիս ենք Հայաստան, չեն ասում, գիտեք, գալիս ենք պաշտպանելու համար։ Չէ, ասում են, մենք այստեղ ենք։ Դա կարևոր է, նրանց դրոշը այստեղ կա։ Մյուս հզոր պետությունը, ես կասեի մրցակից պետությունը, ասեց, որ ես աջակցում եմ այդ ծրագրին, ինձ չմոռանաք, ինձ նույնպես հրավերեք, Ռուսաստանը հրաժարվեց ինքը, մասնակիորեն, չպնդեց իր նոյեմբերի 9-ի, այդպես ասենք, օգոստոսի 8, նոյեմբերի 9-ի իր կազմած ծրագրից, փաստորեն նա հետ քաշեց իր ծրագիրը, ասեց, ես աջակցում եմ ձեր ծրագրին։ Եթե Ռուսաստանը դեմ լիներ օգոստոսի 8-ին, պետք է դեմարշահներ, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ, մեր դեմ չէ։ Մենք ձեզ էլ ենք ասում, համեցեք, մենք ստորագրել ենք, չէ, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, ասել ենք համեցեք, ապահովեք Արցախի հայության անվտանգությունը, ապահովեք, տալիս ենք ձեզ անվտանգության հարթակը ձեզ ենք տալիս, դուք բերեք ձեր զորքերով, ձեր ամեն ինչով ապահովեք մեր երկիրն է Արցախը անվտանգությունը։ Հիմա էլ օգոստոսի 8-ի Ամերիկայի Միացյալ Նահանգներն ասում են, ապահովեք մեղրի անվտանգությունը, մեր հայրենիքի անվտանգությունը ապահովեք, մենք շրջապատված ենք, մեզ համար վտանգավոր պետություններով, մեր երկրի համար վտանգավոր, դուք միասին, առանձին, ուզում եք մրցեք, ուզում եք հաշտվեք, ապահովեք մեր երկրի անվտանգությունը, որովհետև հայկական պետությունը, հայությունը չի կարող այս տարածաշրջանում առանց աջակցության շարունակել իր գոյությունը։ Խնդրեմ դուրս եկեք մերձավոր արևելք, պատմական Հայաստանի տարածքները կամ դրանից դուրս տեսեք հայերը ինչ կարգավիճակ ունեն։ Ուրեմն վտանգվում է, վտանգավոր է, մեզ անհրաժեշտ է քաղաքակիրթ աշխարհի աջակցությունը, զսպող աջակցությունը, եւ մենք պետք է այդ իմաստով շատ մեծ ջանքեր թափենք, որ օգոստոսի 8-ը հարգենք, գայթակղենք, հրավիրենք, աջակցենք, զարգանանք եւ մենք ինքներս ապահովենք մեր անվտանգությունը մեր հնարավորությունների սահմաններում։ Եվ նաև դուք էլի մատնանշում արեցիք, այո, փոխ լրացնող Ամերիկա, Ռուսաստան, այո, եթե դա նաև տեսակետ կա, չէ՞։ Դա տեսակետ կա, չէ՞, որ նաև դուք էլ այդ տեսակետը այստեղ շարադրեցիք, որի համար շնորհակալ եմ, որ դա լինի փոխ լրացնող, այսինքն աշխարհաքաղաքական կարևորագույն գործոնները, կարևորագույն դեմքերը եւ կարևորագույն պետությունները այստեղ անվտանգության իմաստով չկռվեն, չդարձնեն Հայաստանը Աստված մի արածցե պատերազմների եւ ասպատակությունների այո թաթերաբեմ միաժամանակ, բայց իրենց չափով ելնելով մեր ազգային շահերից, դա էլ պետք է մենք նաեւ մենք էլ չէ մեր տնային աշխատանքը լավ արտահայտություն կա, պետք է ակտիվ լինենք եւ այո ձեզ հետ միասին պետք է ակտիվություն հանդես բերենք, մանավանդ որ հեսա սուրճ ենք խմելու կակտիվանանք ավելի սուրճը ակտիվացնում է, չէ։ Շնորհակալություն։ Բոլոր դեպքերում այո փոխ լրացնող գործունեություն կարող են լինել, այ Մինսկի խումբ կոչվածը այլ բովանդակությամբ, այսինքն եւ Եվրոմիությունը այո կարևոր չի, այնտեղ ով կներկայացնի, ցանկալի է որ Ֆրանսիան լինի, մեր հին դաշնակիցն է Ֆրանսիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, եթե Հնդկաստանն ու Չինաստանն էլ բան ունեն ասելու անվտանգության ապահովման առումով, մենք ասում ենք համեցեք։ Հարթակը պետք է պահել բաց, թող լինի հնգյակ, թող երակ լինի կամ հնգյակ լինի։
Միայն հանկարծ իմ վտանգավոր կանխատեսումը չքաշքշեն իրար այստեղ անզգուշորեն։ Շատ ճիշտ է։ Անզգուշ քաշքշուկ չլինի մեր տարածքում։ Ես դա տարածքում։ ասեի, ձեր միտքը, այսպես ասած, ինձ թույլ տալով կրտսերի իրավունքով զարգացնելով, որ Աստված մի առացե ես մի վտանգ եմ տեսնում, եւ ընդհանրապես բոլոր իրողությունների մեջ, անկախ նույնիսկ օգոստոսի 8-ից, որ այս Իսրայել, Իրան, ԱՄՆ, Իրան այս սրված փոխհարաբերությունների պարագայում, երբ որ մենք շատ մոտ ենք այդ սրացումների մեր հարևանությամբ է դա։ Այդ կաթսային շատ մոտ, երացող կաթսային շատ մոտ ենք, հանկարծ այս թրիպը հանկարծ չդառնա միակողմանի եւ նաեւ ինչպես այսպես որոշ ընդդիմախոսներ են մատնանշում, կարելի ասել ավելի շատ շահեկան թուրք-ադրբեջանական տանդեմին, որևէ այլ կողմի խավորությամբ, դեպի դեպքում մատնանշում են Ամերիկայի խավորությունը, եւ հանկարծ այստեղ չհրահրվի նրանց միջնորդության պատերազմ, ասենք Իրանի դեմ, որը կարող է շատ վտանգավոր նաեւ Իսրայելի գործոնը, Ադրբեջանա-իսրայելական այդ մերձեցումը հաշվի առնելով, օրեցօր ավելի խորացող մերձեցումը, հանկարծ Հայաստանը չտուժի դրանից եւ ընդհանրապես աշխարհի բոլոր պետությունները հանկարծ նաեւ տարածաշրջանի պետությունները չտուժեն դրանից եւ հանկարծ մեր տարածաշրջանը դառնա ողբերգությունների տարածաշրջան, այլ ոչ թե խաղաղ համագործակցության տարածաշրջան։ Մենք փորձենք մեր ուժերի սահմաններում արտահանել անվտանգություն եւ խաղաղություն։ Այո։ Շնորհակալություն, որ եկաք, շնորհակալություն, որ արտահայտեցիք ձեր տեսակետներից, հիմա գնանք սրճելու։ Շնորհակալություն։ Եթերում անկաշկան զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումներ, մեր զրուցակիցներ Ազատ Արշակյանը, ես կրկին արագորեն դիմեմ մեր այն հարգելի ունկնդիրներին, ովքեր նոր են սկսել հետևել One Talk մեր YouTube-յան ալիքի հաղորդումներին, խնդրելով նրանց ընդհանրապես սեղմել զանգակ կոճակը եւ բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին եւ դրա համար ես կլինեմ խորապես շնորհակալ։ Շնորհակալություն, լավ եղեք, ամենալավն ու բարին ձեզ, սիրելի բարեկամներ։